Կյանքի դռներն են տես բացված Պահպանելու այրենիքի անդորը մեկնում ենք սարայության Արջևում սարերու ճանապարհ Արջևում 2 տարի դժվար Թողուն աղբայրն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար Կայլում ենք վստա ու չենք նանջում Չէ որ հայրենիքը մեր մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն Զինվորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար Չէ որ հայրենիքը մեր մեզնով է ծաղկուն, մեզնով է Դու ես ասել, որ զինվորները շորերով քնեն։ Ճիշտ այդպես։ Այդ լրիվ եք ձեռից գնացել։ Որ ուղարկենք ուրիշ զորամաս, հարցը կլուծվի։ Ինչի՞։ Ուրիշ զորամասումը տես չի լինի։ Մենք ուզում ենք քեզ խփողին պատժենք։ Իսկ դու պահում ես, թաքցնում ես։ Թորանջելուց է տենց եղել, ես ինչ անեմ, ում ա ունասել։ Եթե պապան Սամոյին տեղափոխի ուրիշ զորամաս, ես էլ եմ իր հետ գնալու։ Գարիկի մոտ էր։ Ոնց։ Հա, ասում եմ ինչ գործ ունի մրդոյի հեռախոսը մոտդ, ասում եմ խեբեից գրպանից եմ գտել։ Չհասկացա արա։ Էդ ոնց ա մտե մեր կապտորկես վեկալ է։ Արելն է։ Ասա մելո։ Անվարձումին ինչ ես զարգի։ Որովհետև իրան խելոք չի պահում։ Վերազների համար ով դի պատասխան տա։ Եկել եք սե Պշտիկյանը քարսնի ով է զարգի ինչ եմ։ Ոնց Պշտիկյանը իմացել է։ Դու ով չի իմացել։ Տվե հարվի չանգեն դուս ես գցել։ Ես ոչ մի չանգայ դույս չեմ գցել։ Ընդամենը ապտակել եմ։ Մի ընդամենը ապտակել գցեն, չէ՞ դոր։ Հարվի չանգեն դու սնգած եղե, եկել էստեղ չի կռնած է, խոսայք է ծերով ոտով քեզի բացա դրել է, ուզեցել է հարցնել է Ելենան ուր դեղ է, իր տա մոտ է։ Դու է ուրիշ լավ բան կռնաս են, այստեղ է հարվի չանգեն վաբշե։ Ինձ թվաց թե ինքը եկել է որ պրյանիկը վերցնի, ոնց որ են անգամ։ Բերանը բացած գալիս է վրես, ինչ կմտածես մելո։ Ադե զարգի լերմբեր զարգերի մեկի չանգեն ես գցեիր էլի։ В общем, ես հարցը ես կլուծեմ։ Սուսիկ, բայց մյուս անգամ բաննոր կենես ուղեղով, ուղեղ, մտածե, մեռա այդ չփվելով, սորվի։ Արդեն երկրորդ կրոգով են գնում, բրատ։ Ասում եմ որ չգիտեմ ով է դրել քո հեռախոսը իմ գրպանը։ Ես էլ եմ ուզում իմանամ ով է։ Խեբետ կոմոդ չէ՞լ է։ Ոնց կարար ինչ-որ մեկը բերեր խեբետ մեջ հեռախոս տներ, ու դու չիմանայիր։ Դե ես ասում եմ, ես պարապում էի։ Չէի կարող ամեն րոպե նայել խեբեից։ Ինչ ես խոսում։ Կոմոդ այլ է հեռախոսը, մի չեկյատներ ես պատմում։ Բրատ, տոնդ մի բարձրացրու։ Արի իրար հետ հասկանանք ով է այդ տեղեն, ով է դրել հեռախոսը իմ գրպանը։ Ինձ էլ է հետաքրքիր ով է այդ միելի տեղեն։ Ինչ է եղած։ Ախպեր հեռախոսս Գարիկի մոտից ենք, թե։ Ամի ասում եմ ես տեղյակ չեմ ով է դրել ինչ ա։ Արեք ստեղ։ Արեք։ Համբարձում ջան, ինձ կներես էլի։ Ես իրոք չգիտեի, որ քո ծնոտը վնասվել է։ Այդ տղա, բերան բացած գալիս ես վրես, ինչ կմտածեն։
Մտածեցիր ուզում եմ քեզ ուտեմ, հա? Լավ էլի, թող աննորմալությունդ։ Ես իրոք չէի ուզում, կներես, լավ։ Տոսուսիկ ջան, դրա մեջ ինչ կա որ ցավը տանեմ, ինչ ես ոտու ձեռնգե հագիս տեղի ցավ տա, մի օր դու ինձ կջայնացնես, ես կթաթալոշեմ, կանցնի կեթա էլի։ Թե չէ դրե դարդ ես անում։ Քսես հեռախոսդ կապսյուրկին ա եղե, հա։ Մկարեք ինչ կրնար կար հասներ մտներ մեր կապսյուրկա վերցներ, քումը դաձելով էդ։ Ախպեր կարող է իմ ինքը չեկև եկալ է։ Կարող է ուրիշի միջոցով եկե տարել է։ Կարիք, պես պարամունքիդ մեջ խորասուզված էիր, հա, որ չես տեսեով կրնար կար, տներ չեբդ։ Դե որ տեսնեի հենց թե հարցերը կլուծվեր։ Եղավ ախպերս, դու գործերիդ նայ։ Այս մասին նորություն եղավ, դու անպայման տեղյակ կեղնես։ Хорошо, братан, давай. Давай. Մարդո, էլով գիտեր որ քո հեռախոսդ կապտյուրկին է։ Վրոձի ոչ մեկ։ Վրոձի ոչ մեկ, հա։ Բալոն գիտեր։ Չէ, ես էլ չեմ իմացել։ Հիմա իմ մրդո ինձ հետ է խոսում։ Ասաց եթե մի բան պարզի ինձ կասի։ Աշկսեդի դրա ձեռի գործն է։ Մրդոյի։ Ինքն ես դրել է խեբեիդ ջեբը հեռախոսը։ Возможно։ Բայց որ պարզվավ տենց, հա, փռելու եմ ասֆալտին։ Հեսա կանչեմ կխոսամ հետը։ Վաշտում եղեք եսա գալիս եմ։ Այն համբարձմի չանանել պատմություն դարավ։ Ջեմշու, հələ մի հատ սենց սիտուասիոն պատկերացրա էլի։ Ասին կանգնած ես քու մեր փողոցում, մեկը սիգարետի բիչոկը սենց քծում է, գլորվում է, գալի կապնում է ոտիդ։ Ինչ կանես։ Դիսերտացիա եմ էնի գրելու, դրա համար կարծիք բան եմ հավաքում, հələ ասա։ Հոշի բանը չէ յանի ապեր։ Լավ։ Բա եթե այդ նույն բիչոկը գլորվի գա կպնի ձեռիդ։ Ավելի ապեր, ես իմ ատես բաների տրամադրություն չունեմ, մղո ջան։ Այդոնոզի լավ տղատան ապեր, այն ժամանակ մի բան կասեի։ Էրը Ջեմշույան լավ տղա տանը որն է չեմ հասկանում։ Էդի տալով հոչի արա էդի լոտո չի որ շահես։ Բա լոտոյա, բա ինչա, քիչ են շահե։ Դուզ ես ասում չնայած քիչ չեն շահել։ Ստելիքը մարդու տվել են էդի կամ շահել են, բայց դե ումն է պետք տենց լավ տղեն։ Արա դե ասենք լավ տղա ես էլի ինչ այլ է, Ջեմշույան ինչ է լավ տղա ես, կարգին տղա ես ինչ այլ է։ Հապեր ես ուզում եմ դվիժենի բան անեմ հասկանում ես։ Ես գիտեմ որ դի որ շատ լավ կստացվի։
Բայց ես հավե շքան վաղտա ուզում եմ։ Մեկը չեն ավասի, առախպեր դվիժենի արա, հա։ Լավ։ Ես քեզ կտամ այդ հնարավորությունը։ Դու հենց իմ ճշտի դասերը ավարտի։ Ես իմ քո ճշտի դասերը երբ պրսնեն է։ Առախպեր ջան, մախո ջան, կուրբան քեզի, ես հիմա եմ ուզում ապեր։ Ես ջանս քորագալի արածի։ Ջանդ քորագալի գնա վարուժի ջրից վեկալի չի լողցի։ Ոչ մեկ անձը չի հասկան ապեր, ոչ մեկ։ Ես չգիտեմ ես իմ հնարավորությունները որտե օգտագործեմ, հա որտե։ Հրայ բախպատի եթե այդ չորորդ վաշտելի արա։ Հեն մենոնոնցի հրավերում էր իրանց վաշտ։ Ասում էր արի աղբերն այ ես քեզ ոնց ուզես ապերան ես պայմաններ ստեղծեմ, դու ոնց ուզես տես կապրես արաստի։ Լամի րոպե սպասի, ես է գալիս եմ։ Տեղ չգնաս։ Չէ, դեպպես մի սապ չան։ Սաղի հետ է կարելի է լեզու գտնել, Մելիքսեցյանի հետ էլ է կարելի։ Մելիքսեցյանի հետ հնարավոր չի։ Չէ, դե քեզնից է կախված։ Որ լավ ծառայես, այդ խոսակցություն չբերես ու շատ իրանից ջոկիդ հետ, ասենք դու ջոկ չուներ, չէ՞ ծա։ Գործը թեշտ է ծավ։ Ծոպ այս քեզ ինչ ախ կոչում ազերգին է։ Գոնե մինչև վերտալ մի ադմ եֆրեյտեր տան, հա։ Այ լավ է։ Բան չկա, Մակար ջան, թիմացի քիչ մնաց։ Մազեր հետ բայոր տուն բդերտանք։ Բայ լալու։ Նիեն չի ան։ Մազեր դել եմ ցեկի։ Ցեկած պետք է բայս, լե ցեկե։ Դուք ցեկել եմ մի ադմ։ Ցեկե, գլուխը դա այսպես ցեկե, գլխիդ մագաններով ցեկես, որ մազերը չթափի, վարսը չես իջե, պես կեներ։ Ախպերնյակն է գե։ Լավ ես, ախպերնյակ ջան։ Լավ, Մինաշ ջան, լավ։ Այ ախպերնյակ, ասում եմ բերեք են ջամշին լավ տեղա տանք էլի։ Ոնց որ ինքն ասում, թող սիրտը մի քիչ խինդով լցվի տեղու։ Էլի սկսել է։ Դու տաշեց ուղեղներս, այ ախպերնյակ ջան։ Մախոն, այ ինչ կենենք։ Կերտաս, ժերեբյով կա կենես, ամիտող կաշեն, ու մորանգավ, ինքն է թող լավ տեղ են եղնի։ Այդպես արդար է, Արդարա։ Բայց տենց իսկականցի արդարա։ Բե։ Իսկականցի արդարին գիտեք։ Ու։ Քաշեք հələ տենանք ում բախտնա բերում, ում է հոտում։ Արա, իա։ Ասում եմ քաշեք, հոչասի քաշ քշեք։ Հերթով, Եվլո բացունեման, ակուրատնի, քաշեք, որ մտնենք Եվլո խորուտ։ Առաջինը ես եմ ապեր։ Քաշի ջամշ, դու Եվլո դեմք ունես։ Մենք ձեզի կզանգենք, ասենք, որ դուք yaxshi եք։ Այս ապերի մոտա, վերջ պրծավ, էսա։ Լավ, ես ասետ կդրի։ Մենք ձեզ կզանգենք, նշանակումը գնա մի հատ ուրիշ գործով զբաղվի։ Ապեր ես հետի չի ուզում քաշեի ախր այդ։ Ո՞րն էիր ուզում։ Այս մեկ, այս։ Լավ, էդի չէ լավ արդեն։ Դու Եվլոշի վերջ ես։ Հալավ մի հատ է քաշեմ էլի ապեր։ Յա։ Հաջորդը։ Հաջորդը ես եմ։ Քաշի։ Դուք անցաք հաջորդ փուլ, որը կկայանա մյուս տարի այս վաղտերը։ Անցա։ Անցել ես, դե անցի սպասի։ Ջան արա։ Յա, պապի ջան, դու ինչ ես քաշում։ Մեխակ ջան, ուզում եմ տենամ, գոնեստը բախտս բերում, հա բեր։ Արա, բայց դու շատ պշնամոլ ես, հա։ Հələ սրա սեթևե թող ճակատին նայ։ Ինչ ասում։ Դու անցել ես։ Անցի Միկո։Աբեր անցել եմ։ Լավա, դե անցի Միկո։ Ես էլ քաշեմ։ Արա դու սարիս քաշիր էլի, լուր քաշես։ Լավ էլի քաշեմ մի հատ։ Արա դե անցի գնա Միկո էլի արա։ Հենա, յա։ Որ։ Մախո ջան, կուրբան քեզի։ Կլնի ապեր, վերջում ես մի հատ էլ քաշեմ։ Մեկա թուղթը ավելանում է, որ ես չքաշեց, ավելանում է։ Կելի։ Ես քաշեմ։ Որ մտանք Եվլո խորհուրդ, չէ։
Քաջիկին վիզա չեն տալու։ Ինչի՞։ Որտեվ տազդ մեծ է։ Եվրո տազ է պետք ունենալ, եվրո տազ։ Բայց նես չի, որ շատ մեծ է։ Դե լավ, էլի քաջիկ, էլ մի համոզի։ Էդի քո համար այցեքարտ չի։ Ավելի լավ է, քանի հնարավորություն կա մի քիչ մաշեցել է այդ տազդ։ Բայց եվրո խորհուրդը չենք մտնում որ։ Որ եվրո խորհուրդներ տան մեզ։ Եվրո խորհուրդը գիտես ինչ խորհուրդ է, մեծերի խորհրդի նման բան է, էլի։ Արդեն մարդիկ իրար չեն ասի մի հատ խորհուրդ տամ, կասեն մի հատ եվրո խորհուրդ տամ։ Շատ ապրես։ Այդ հումորը դու պակովկա կանես կդնես զալատայա կոլեկցիայիդ մեջ։ Լավն էր, չէ։ Արտակարգ, ասում եմ մահեր, չտեսար ոնց ուրախացանք սաղս։ Բերկրանք էինք ապրում։ Քաշի տենանք ինչ ասում։ Դու այսօրվանից ճանաչվում ես լավ տղա։ Վայ։ Այլի արա։ Աստորեն քաջապուրին հաղթեց։ Բայց դες ոնց կնայ քո ջարը տանեմ։ Իրան ասել են ապեր ինքը որը քաշել։ Դες չի լի ապերը։ Ինձ ոչ մեկ էլ չեր ասել։ Չէ, սես չի լի, մეხալ ջան, կուրբան քեզի։ Արեք էսի մի հատ նորից քաշենք ապերեսի սարկած էր ախր։ Արա դե ինչ սարկած է, սպանիկ սարկած, ինչ էլ նոմա սարկած ասում են ժողովուրդը։ Արա տեսակ, որ ամենաթափանցիկ ձևով, թափանցիկ քվյա գլխարկում լցած էին թղթերը։ Դուք ամեն մեկը եկաք, ձեր կամքով քաշեցիք, ձեր ընտրությունը արեցիք, կերտեցիք ձեր ապագան։ Ինչ եք ուզում արա, սրանից թափանցիկ ընտրություն կրնի էր։ Բա ես հիմա ինչ եմ անելու։ Դե պրինցիպի հաղթեցիր։ Ինչ պետք է անես։ Կտանես տուն, էդի կդնես գովասանագրերիդ հետ։ Մեկ էլ որ նայես կհիշես, որ բանակում եղած վաղտ, մխոյի անցկացրած վիճակայնության ժամանակ, դու հաղթեցիր ու ճանաչվեցիր լավ տղա։ Այդքան բան։ Հաստորեն կարամ արխային գազեր անեմ, հա։ Քաջիկ ջան, կուրբան քեզի ախպեր ջան։ Թողտը տուրն ձելի մեկա քեզի պետք չի ապեր։ Բայց ինչի պետք չի որ։ Հա դե բա դու ինչ ես անում այդ ցավատ տանեմ։ Մեկա տղեկը կատակ բան են արել։ Կատակ չեն արել։ Մխոն ասեց, որ մինաս այս անգամ լուրջ ասել։ Ասելա ով այս անգամ քաշեց այդ թուղթը, կարա դվիժենի անի։ Հա, էլի դվիժենի արա, կուրբան քեզի դու էլի դվիժենի ես անում, հարց չկա, բայց ապեր գիտես, էդ ինչ դժվար բան է, էդ շատ դժվար է, ապեր գլխացավ անգամ մի այլ ձևի, քաջիկ ջան, տուրը ձի։ Այ մարդ, գնա ինձանից հեռու, ինչ ես ուզում։ Հա, էլի կգնամ, գնամ, հարց չկա, բայց քաջիկ ջան, ապեր ծախի առնեմ։ Թուղթը։ Հա, իշքանով կծախես, ասա։ Մտածի։ Չեմ ծախում։ Ապելս ինչ եմ ասում, լավ մտածի ինձի ասա, ես քեզ մի հատ կարգին հրաշալի առաջարկ եմ անում։ Մտածի ինձի ասա, ոչ մեկի չասել, դավայ սպասում շուտ արա։ Հա։ Գնա։ Դավայ։ Դու այսօրվանից ճանաչում ես լավ տղա։ Ուֆ։ Չանա։ Այս է մրդոյի վրա կկասկածեմ։ Բայց իշխե պերը տերեք արիգի չէ որ մարդ չի տեսեով բանք հասկնացով։ Մինչև էդ կապցյորկ են եղե երախոսը։ Կապցյորկում։ Հա, էլ իդպես կսե։ Այսօր են բալաբեկներ կապցյորկում ինչ-որ բան քրքրում։ Չէ, հա։ Հա։ Բա ասում ես չես իմացել, որ մրդոստե ապա էր հեռախոսը։ Ոչ չես իմացել, այդ տափուկ։ Հետո եմ իմացել, բայց այդ ժամանակ չեմ իմացել։ Այն ժամանակ, ես շատ գիտեմ ինչ կապիկություն կենես այդ տղա։ Իսկ
Կմի նորմալ կպացադրես մեզ, ինչ ես հեռախոսը դարի կարիքի չէ բարա։ Սկան պատմությունը ծեզ երիք չեր ծո։ Երիքուսով ինչ խաղեր կուդակ այդ տղա։ Ես խաղեր չեմ խաղում էլո։ Տով իշկ են էսո։ Ինչ ես կարիքի չէ բե հեռախոս տարե։ Բեսյանի հեռախոսը տարել ես չէ բե, բոլորն է ֆրացել ես որ բռնես ա հեռախոսը ծերարա։ Ջեբից է անել եմ ամիտ բռնել ես ա յանի դե չէ ինչ եղա որ ջեբից անեցի շուտում պալի տերիր։ Խոսա այդ տղա։ Խոսականի չեմ սվաղեցո ես քեզի։ Թող, մենո թող։ Նստիլ է։ Մրդո է տեք է տարել։ Թե մենակ է եղել։ Մենակ եմ արել։ Ես իշք խոսաս ծո։ Ես իշք խոսաս այդ տղա։ Արածիդ նպատակը որն էր։ Խոսա այդ տղա։ Դու խոսա այդ կապտյորքի կռիս։ Ինչ ես ընկերոջդ ոդի հետևից ընկե այդ տղա։ Տղեկ մենակ մրդային չասեք էլի որ ես եմ եղել։ Խնդրում եմ էլի։ Արա բանին այցո։ Դու իշքան կռիս է մեջից է մեր վաշտը։ Արա այս ինչ եք տարեցո։ Այս իշխեք հասե այդ տղա։ Խոսա։ Խոսա տեսնի ինչ ընկերոջդ տագ քանդես արա։ Խոսա։ Չեմ կարա ասեմ։ Ոչ ես կարա։ Լսեմ քեզ իշք զմծո։ Ձինայ քսեմ։ Լսե քեզ ինչ եմ ասում։ Եթե անգարցմի։ Ձիչսես։ Երոջդ գլխին ինչ ես սարքե։ Ձինայ։ Լսե արա, ծառայությունդ վերեդ կթթվի։ Կասկնաս ինչ քսեմ ծո։ Ծառայությունդ վերեդ կթթվի արա։ Կմիսա։ Խոսա։ Թողնա գիշերը։ Ինչի գիշերը։ Կարող եմ միամե որոշես փախնել։ Չէ։ Մտքիդ ծերով չանցնես բալաբեկ։ Ասք ծար, մտքիդ ծերով չես անցնում։ Թողնում ենք գիշերը։ Ախպեր մրդոն ես մասին էշ բան է չի իմանա։ Տեսնինք ես կառեսի գիշերն ինչ պրիս է։ Բայ դու կարա ծերերած ընկերությունը Ունեք կասկնակ ձեր կյանքով մեկին շպան է ընկերությունը այդ տղա։ Ես ձեր են։ Հերթապա։ Ես մոտ։ Պարոն ենթասպա, ճաշանը հերթապա կրծեր սերժանտ Արշակյան։ Ապրես, ճիշտ է, կրծեր սերժանտ Արշակյան։ Լավ էլ հիշում ես ով ես, կասկած չկա։ Լսի Արշակյան, ես ընդամենը 5 րոպեով դուրս եմ գալիս էլի հետ գամ։ Պարտադիր հետևում ես վերակարգի տղերքին։ Թե ով ինչ անում, ով ինչ չի անում, ու ոչ մեկ պետքա պարապ չմնաս տեղ, եղավ։ Բոլորը պետքա զբաղված լինեն։ Հա, էլ ինչ պետքա ասեի։ Մաքրությանը հետևում ես, որ լինի իդեալական։ Պարզա։ Ճիշտ է այդպես։ Դե կատարել էր ամանը։ Լսում եմ։ Օֆ։ Այ մարդուս ինչքան շատ գործ կա։ Ինչա կատարում որ։ Աչքերի տակ դեղնած եմ։ Նստի ճնշում չափը։ Ձեզ չի կարելի։ Դուր ձեռք։ Ինչ է եղել, որ ընկեր Հովհաննիսյան ջան։ Չի կատարվում։ Չի քեզ չես հետևում։ Դու պետք է անպայման հանգստանաս։ Ճնշումդ էլ շատ ցածր է։ Հյուծված տեսք ունես։ Դու պետք է նորմալ սնվես, ճիշտ ժամանակին քնես։ Հասկացար։ Լուրջ ես ասում, ընկեր Հովհաննիսյան։ Իհարկե։ Չափից շատ աշխատել է վնասակար է, հետևիր քեզ։ Հիմա
Քիչ աշխատեմ, շատ ուտեմ, էտա դուրս գալիս։ Հա, քիչ աշխատի, շատ կեր։ Եղավ, տեսելի կգամ։ Ուրեմն այդ ինչ ես անում։ Խոհարին տեսնում ես, ասում ես մի աման լիքը ճաշ լցնի, մի աման լիքը ուրիշ ճաշ տեսակից, այնտեղ աղցանալ, տուշոնկայա, մսեղենալ, բան մի խոսքով ամեն ինչը վերցնում ես, բերում ես իմ սենյակ, եղավ։ Ես պետք է լավ սնվեմ, թե չէ վիճակս լավ չի, աղբեր ջան։ Լսում եմ։ Սպասի, մեկ էլ բանը։ Այնց եք անում, որ ես հանգարց իմ ձենը չբարձրացնեմ, եղավ։ Ձեր համար նորմալ, ակուրատնի ծառայում եք։ Գալիս ես ինձ զեկուցում ես։ Այս ինչ բանն հենց է, այս ինչ բանն հենց չի։ Եղավ հանգարց չլինի ես դուրս գամ ու տեսնեմ ձեր ծառայությունը թե եք կատարում, եղավ։ Տեն չի լինի, բանի ընթացպա։ Հա, դե հիմա գնա։ Լսում եմ։ Քեզ լավ նայել, վայ։ Ամբարձում նստի, զենք ես մաքրում, պետք չի կանգնես։ Լսում եմ։ Ես յուղել ես գիտես մաքրել ես, յուղը ինչ չես չորացնում։ Դե ասենք, որ յուղը վրան զենք հրնի էլի։ Յուղը վրան չեն թողում։ Կրակելուց այդ յուղը վառում է ու զենքի մեխանիզմը փչացնում է։ Հասկացար։ Ճիշտ այդպես։ Զենքը լավ կչորացնեք, յուղ չթողեք վրան։ Որտեղ ես նայել։ Ամբողջ տարածքը նայել եմ, պարոն լեյտենանտ։ Գնացեք գտեք։ 5 րոպեից բալաբեկը ստեղ լինի։ Հասկացաք։ 5 րոպեից։ Փախել է ծոդիկ։ Այդքան դուխ չունի որ փախնի։ Ինչի՞։ Երոշ գլխին սարքելու դուխ ունի, փախնելու դուխ չունի։ Արի գնանք այն հին պայեսների մոտ նայենք։ Ինչ ես եկել երվ ես ստեղծող։ Շարվել կա, բան կա, չիտես հա։ Չասեցինք, որ Մրդոն սրա մասին չի իմանա։ Տղեկ, եթե Մրդոն իմացա, վերջս կտա։ Չասեք էլի։ Նսոր կույնին նայ, վիճակին նայ, կարող է գիտես մի պիտի տայագություն ունենք, հերոպե մեկ հետևից վազենք, հա։ Անցարվաշտ։ Հապո։ Ծոմեգը մեգիս պետար են ռշտում։ Սիգե Մրդոն է, ապասին տվել են, գիտես։ Սոնց ծնողները ժամանակին աշկի շատ զբաղված են եղել, չեն կարողացել իրանց երեխեքին տաս ծիրագին։ Հաստատ։ Որովհետև վախենում եմ Մրդոյից։ Մրդոյից խես վախենում։ Ընկերներ չեք։ Ինքը չի կարա ինձ ընկեր լինի։ Քաղաքացիական կյանքում ունես բան արել, որ ես չեմ կարա այդ մոռանամ։
Դրա համար ես իր հեռախոսը դրել Գարիկի գրպանը, որ Մրդոն ու Գարիկը կոնֆլիկտ ունենան։ Դու քո հարցերը չես կարողացել լուծես, այդ միջոցին ես դիմել։ Բալաբեկ, հենց ինձ նայի։ Բացի քեզնից ոչ ոք չի իմացել Մրդոյի փամփուշտների մասին։ Մենակ դու Մրդոն եք իմացել։ Ես հետո եմ իմացել այդ մասին։ Այն ժամանակ, երբ որ այդ դեպքը բացահայտվել է։ Դու հենց սկզբից էլ իմացել ես, Բալաբեկ։ Նույն ձեռագիրն է։ Գարիկի ուսապարկի մեջ փամփուշտները ու Գարիկի գրպանում ուրիշի հեռախոսը։ Առաջին անգամ փորձեցիր չստացվեց, երկրորդ անգամ այս միջոցին դիմեցիր։ Քո ձեռագրից բռնվեցիր։ Դու ես Գարիկի ուսապարկի մեջ փամփուշտները դրել։ Շատ պարզ ամեն ինչ։ Բալաբեկ, ես ինչ ստորություն ես արել։ Պարոն լեյտենանտ, որ դուք իմանաք ինքը ինչ։ Փաստորեն հələ սենց մարդիկ կան, հա։ Ներկաց։ Պարոն լեյտենանտ, հրամանատարի մոտ եք տանում։ Ներկաց դուրս արի։ Դուրս արի ասում եմ։ Արի Մուսայելյան։ Պարոն գնդապետ լեյտենանտ Մուսայելյան։ Պարոն գնդապետ, զեկուցում եմ ձեզ այն մասին, որ… Զեկուցում ես։ Ճիշտ այդպես։ Դու զեկուցում ես։ Զեկուցում եմ ձեզ այն մասին, որ Գարիկի ուսապարկի մեջ Բարոյան Բալաբեկն է փամփուշտները դրել։ Նոր պարզեցի։ Ոնց։ Բարոյան Բալաբեկը։ Ճիշտ այդպես։ Հիմա ընդունարանում է։ Կանչի։ Ուրեմն դու ես այդ զինվորը, հա։ Մենք այսքան ժամանակ ման ենք գալիս, հարցաքնում ենք, որ պարզենք, իսկ դու… Չէ, դու զինվոր չես, դու չգիտես ծառայությունը ինչ է, չես տեսել դժվարություն, չէ, ինչ որ տեսել ես, այդ դժվարություն չի, կտենաս որն է դժվարությունը, ես քո ծառայությունն ես կդժվարացնեմ, որ ստորություն մտածելու ժամանակ չես ունենա, ես եմ քեզանով զբաղվելու, ոչ երանի քեզ։ Այսօր։ Գնանք պապիկի համար աղջիկ ընտրենք ու գանք հանգիստ ծառայենք։ Չէ։ Դե հա, բա թե չէ կյանքը սարքել է թզբեղ սաղորը ֆղցնում է։ Հեսանայի մխոձյան, ինչ մի սիրուն, ինչ մի խորոտ, ինչ մի նխշուն աղջիկ է ջարեմ պապիկիս համար։ Անենց ես եք ուզեի ձեր հետ գայ։ Մակար ջան, որ շատ որով եղանք աղջիկը հուշտ կլինի, երկու հոգով ճիշտ է էլի։ Արա, ոնց էի մոռացի այ պապի ջան, բա պեդիկյուր է։ Ինչ պեդիկյուր է, աբե։ Բա եղավ։ Բա չես ամաչում մխով, բայց մարդուն առած պեդիկյուր ուր ես տանում։ Ասում ես ու թողում։ Արի, արի լե, արի։ Եթե գետնին 50 ջիմ արեցիր, 10 րոպեով կքչացնես ձեր վազքը։ Եթե չկարողացար, 10 րոպե ավել կվազեք։
Գալիք ոնց որ մի 50 տարով ջահելացած եմ։ Արա լավ էլի թորնիկը։ Ամեր լավներ ու շատ լավներ։ Լավներ։ Ինձ առաջի պատահածին հավանեցիր, հա։ Հավեր չնայած ով էլներ հավանելու է։ Ах, почему, был светофор зеленый. Մեզ նով է հապարտ, մեզ նով